Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Շնորհակալ եմ շատ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հարգելի մշտական ներկայացուցիչ, Հայաստանում հավատարմագրված հարգելի դիվանագետներ, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության տեղական ինքնակառավարման հարգելի ներկայացուցիչներ, հարգելի ներկաներ, ողջունում եմ բոլորիդ, հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովում, նախ կարծում եմ իմաստ ունի արձանագրել, որ հանրային ոլորտի աշխատանքի որակը շատ ուղղակի նշանակում է հանրության կյանքի որակ եւ կարծեմ թե եւ իմ տպավորությունն այսպիսին է, որ այս փոխկապակցվածությունը միշտ չի եւ ամեն տեղ չի, որ ընկալված է եւ որպեսզի մենք հանրության կյանքը դարձնենք ավելի որակյալ, պիտի ավելի որակյալ դարձնենք հանրային ոլորտի կառավարումը։ Իսկ որպեսզի ավելի որակյալ դարձնենք հանրային ոլորտի կառավարումը, ընդհանրապես որևէ բան ավելի լավը դարձնելու համար կա մի գործիք։ Դա լրացուցիչ ներդրումներն են այլ ոլորտում։ Ընդհանրապես մեր մտածողությունը շատ տեղերում արտա համակարգային եւ արտապետական է, եւ մենք շարունակում ենք ընկալել, թե կարելի է չանել ներդրում եւ ունենալ լավարկում։ Ասենք էնտուզիազմի, էմոցիայի, նվիրվածության եւ այլնի վրա, ընդ որում էմոցիայի, էնտուզիազմի, նվիրվածության գործը եւ գործառույթը երբեք չի կարելի նսեմացնել, բայց դե չկա ենթակառուցվածք, որը էմոցիան եւ էնտուզիազմը տրանսֆորմացնի եւ դարձնի արժեք, այդ դեպքում էմոցիան, էնտուզիազմը շատ կնմանվեն լոլիկի ճիչերին, ինչի մասին մեր հարգելի բանախոսը քիչ առաջ նշեց։ Բայց մեր իրականության մեջ հանրային ոլորտը լավարկելու մի ուրիշ խնդրեմ էլ կա, որովհետև հանրային ոլորտը եւ մենք դա պետք է խոստովանենք, մենք դա չենք խոստովանում, առնվազն ենթագիտակցական եւ էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է։ Եվ սա կապված է մեր պատմական փորձառության հետ, որովհետև մեր մի քանի հարյուրամյա պատմական փորձառությունը ինչ է ցույց տվել։ Մենք առնչվել ենք հանրային այնպիսի ոլորտի հետ, որը բռնաճնշող է, որը ոչնչացնող է, որը արգելակող է եւ որը խանգարող է։ Այսպիսին է մեր վերջին 500 տարվա պատմական փորձառությունը որոշակի բացառություններով։ Եվ այս ընկալումը մեր իրականության մեջ շարունակում է մնալ, մինչդեռ իրականությունն այն է, որ հանրային ոլորտը այն ռելսերն են, որով ընթանում է մեր հանրային կյանքի գնացքը։ Մենք կարող ենք գնացքի վրա անել հնարավոր ամենամեծ ներդրումները։ Այդ գնացքի նստատեղերը եւ վագոնները ընդհանուր ոսկե ջրեր։ Բայց եթե ռելսերի վրա պատշաճ ներդրումներ չեն արված, այդ գնացքը կամ պարզապես չի շարժվի տեղից, կամ շատ հաճախ վթարի կենթարկվի, ինչը մեր իրականության մեջ եկեք խոստովանենք, որ շատ հաճախ պատահում է։ Մեզ շատ կարևոր է ի վերջո արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի իր անձնական բարեկեցության վրա չի ունենում եւ չի կարող ունենալ այնքան ազդեցություն, ինչքան իր այդ քաղաքացու բարեկեցության վրա ազդեցություն է ունենում հանրային կառավարման ոլորտը։ Եվ հետեւաբար հանրային կառավարման ոլորտի նկատմամբ մեր հանրային վերաբերմունքի փոփոխությունը ամենակարևոր անելիքներից մեկն է, որը մենք պետք է անենք։ Ես ելի ուզում եմ ընդգծել, Հայաստանի Հանրապետության ոչ մի բացարձակապես ոչ մի ընտանիք իր սեփական բարեկեցության վրա չի ծախսում եւ չի կարող ծախսել այնքան, ինչքան
այդ նույն ընտանիքի բարեկեցության համար ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն եւ համայնքային բյուջեները։ Բացառված է, չկա այդպիսի մի եզակի օրինակ Հայաստանի Հանրապետությունում, մենք Հանրապետությունում չունենք գեթ մեկ ընտանիք, գեթ մեկ անհատ, որ իր անձնական բարեկեցության համար ծախսում է ավելի շատ, քան այդ նույն մարդու անձնական բարեկեցության համար ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու յուրաքանչյուր վճարած ամեն դրամ հարկը այդ քաղաքացում վերադարձվում է տասնապատիկ անգամ ավել, տասնապատիկ անգամ ավել։ Եվ սա ընդ որում ճշգրիտ բանաձև է, եթե քաղաքացին վճարում է մի դրամ, իրեն վերադարձվում է 10 դրամ։ Եթե քաղաքացին վճարում է 10 դրամ, իրեն վերադարձվում է 100 դրամ։ Եթե քաղաքացին վճարում է 100 դրամ, իրեն վերադարձվում է 1000 դրամ։ Եվ անդրադառնալով հանրային ոլորտի նորարարությանը, ինչ է նշանակում նորարարություն։ Նորարարությունը կրթություն է, որովհետև առանց կրթության հնարավոր չի անել նորարարություն, որովհետև նոր բան անելու համար պետք է նոր բան իմանալ։ Նոր բան իմանալու համար պետք է կրթություն։ Եվ այս է պատճառը, որ կառավարության վերջին առնվազն 1 տարվա քաղաքականությունը, 1.5 տարվա քաղաքականությունը ուղղված է հետևյալ։ Մենք մեծ ներդրումներ ենք անում հանրային ոլորտում, ընդ որում այդ ներդրումներով հանրային կառավարման ոլորտում ներդնելով կրթության ինքնաշխատ համակարգեր։ Մենք այնպես ենք անում, որ հանրային ոլորտում կրթությունը դառնա մոտիվացիա եւ կրթության արդյունքում ձեռք բերվի աշխատանքի եւ նորարարության նոր մոտիվացիա, նոր գիտելիք եւ նոր ըմբռնում։ Եվ այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ հազարավոր պետական ծառայողներ այսօր այդ ներդրումների եւ այդ ծրագրի շնորհիվ անդրադառնում են իրենց կրթությանը։ Աշխատանքից հետո նրանք տարբեր կրթական ծրագրերի են մասնակցում, վերապատրաստումների բարձրացնելու համար իրենց որակավորումը, բարձրացնելու համար իրենց աշխատանքի որակը, եւ դա առաջին հերթին արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Հայաստանում ապրող մարդկանց կյանքը բարելավելու համար։ Ցանկացած խնդիր եւ ցանկացած խնդրեմ չլուծված, որ մենք այսօր տեսնում ենք, դա մեր իսկ նախկինում հանրային կառավարման ոլորտում չարված ներդրումների հետևանք է։ Չարված ներդրումների հետևանք։ Որովհետև գիտեք ինչ, այսօր հանրային կառավարման ոլորտում կան բազմաթիվ պրոֆեսիոնալ եւ գիտակ մարդիկ, բայց ես ուզում եմ ասել նաեւ, որ առանձին վերցրած գիտելիքը ինքը չի կարող տալ արդյունք, որովհետև գիտելիքը նույնպես պետք է տեղադրված լինի ճիշտ տեղում եւ ճիշտ համակարգի մեջ։ Մի օրինակ կա, որ ամենաշատ տպավորություններից մեկն եմ ստացել այդ օրինակից, երբ որ Միացյալ Նահանգների դեպի լուսին Ապոլոն ծրագրի մեկնարկի համար աշխատել են ավելի քան 400,000 գիտնական, 400,000 գիտնական։ Սա նշանակում է, որ եթե այդ երկրում լիներ ոչ թե 400,000, այլ 250,000 գիտնական, այդ դարակազմիկ ծրագիրը պարզապես տեղի չէր ունենա։ Մենք իհարկե մեր հազարամյա պատմության ընթացքում երբեք չենք պլանավորել եւ ցավոք այսօր էլ չենք պլանավորում թռնել լուսին։ Եվ դրա համար կա ընդամենը մի պատճառ։ Այդ 400,000 գիտնականի եւ պրոֆեսիոնալի բացակայությունը։ Որտեւ եթե լիներ այդ 400,000 պրոֆեսիոնալը եւ գիտնականը, որը մեկը կարող է բացատրել, ինչու պիտի մենք հրաժարվեինք լուսին թռնելուց։ Ինչու։ Որևէ պատճառ չկա։ Սա այն դեպքն է, կներեք այդ կոպիտ օրինակի համար
1000 ներողություն այդ կոպիտ օրինակի համար, այդպիսի ասացված կա, չէ, որ ասում են աղվեսի դունչը չի հաշնում խաղողին, ասում է խակա։ Լուսին թռնելը մեզ համար խակա։ Իսկապես խակա։ Որովհետև գարունը նոր է բարձվել եւ միրգը հասնելուն դեռ շատ ժամանակ կա։ Ամփոփելով ուզում եմ շնորհակալություն հայտնել համաժողովի կազմակերպիչներին եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել հանրային ոլորտի բոլոր այն աշխատողներին, ովքեր զբաղվում են իրենց կրթությամբ, ովքեր զբաղվում են իրենց պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացմամբ, ովքեր խթանում են, որպեսզի հանրային ոլորտի աշխատողները լրացուցիչ մոտիվացիա ունենան իրենց պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման եւ շնորհակալություն նրանց, ովքեր իրենց իմացածը վեր են ածում հանրային արդյունքի, ի դեպս հանրային ոլորտում նորարարություններ անելու։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն։